Մեքենային այս ճանապարհը տանում է Արագած։ Միստիկ պատմություններ են պատմում, ասում են ֆիզիկայի օրենքներն այստեղ չեն գործում։ Պատմում են, թե մեքենաներն առանց վարորդների բարձրանում են սարնի վեր, կետն էլ է վերև հոսում։ Գնամ աչքովս տեսնեմ։ Ասում են Արագած տանող ճանապարհի անոմալ հատվածը հենց այս մասում է։ Հիմա կփորձարկենք։ Անջատում եմ շարժիչը։ Իջնում մեքենայից։ Տեղ հասնես կասես։ Լավ։ Շատ պետք չի գնալ, շատ պետք չի համբերի, այստեղ ճանապարհը արագանում է։ Արագածի հրաբխային քարերից հարյուրավոր սառնորակ աղբյուրներ են բացվում եւ սովորականի պես իջնում ներքև։ Իսկ այս մեկը ճանապարհ է բռնել ներքևից վերև։ Ֆիզիկայի անհայտ օրենքներով հոսող կետն անցնում է Ամբերդի ամրոց տանող ճանապարհի կողքով։ Սովորաբար վերելք հաղթահարելն ավելի բարդ է, բայց ոչ այստեղ։ Ընդհանրապես վերելքի տպավորություն չի թողնում։ Ազատության, հետևության բան։ Շատ հեշտ բարձրանում է։ Մագնիսի պես ամեն ինչ ձգում է վեր, մեքենան, ջուրը, շիշը, գնդակը, բայց ի՞նչն է ձգում։ Ուղեկցորդս ֆիզիկոս Օնիկ Խաչատրյանն է, մոտ 1 տարի առաջ նա իր ընկերների հետ ճանապարհի այս հատվածում զգացել է անոմալիան եւ սկսել հետաքրքրվել։ Ի վերջո, ինչու ֆիզիկայի օրենքներն այստեղ չեն գործում։ Այստեղ մենք տենում ենք, որ գրավիտացիոն դաշտը շեղում ունի, այսինքն 200 մետրի վրա, 50 մետրի վրա որոշ խորության վրա ինչ որ մարմին կա, որը շեղում է գրավիտացիոն դաշտը։ Դա մեկը, երկրորդն էլ որ կարա լինի ինչ որ շատ մեծ, շատ ծանր զանգված ունեցող մարմին, ոչ հող, ոչ քար, ոչ երկաթ, ավելի մեծ խտություն ունեցող մարմին, որ իր ձգողականության ուժն ավելի մեծ է, քան թե երկրի ձգողականության ուժը, որ ինքը գտնում է մոտավորապես այս վերևի մասերում, դա համար ձգվում է դեպի Իրան ավելի շատ։ Տեղի բնակիչները վաղուց գիտեն վեր ձգող ճանապարհի մասին եւ չեն զարմանում։ Տեղացիների համար սովորական, մյուսների համար հրաշք։ Ճանապարհը հետաքրքրության ձգողություն էլ ունի։ Մարդիկ այստեղ են գալիս, որ տեսնեն առեղծվածը։ Հայտնի ուղղությամբ ճանապարհը տանում էր դեպի Ամբերդ, բայց անբացատրելի զգացողություն էր, որովհետև ֆիզիկայի օրենքին մի փոքր հակասող էր, չնայած հակասող չի երևի, քանի որ մեծ պաշարներ երևի հետևի մասում է, եթե մի քիչ ուսումնասիրենք, երևի հենց ֆիզիկայի օրենքների հետևանքով է, որ տանում է դեպի ավելի բարձր դիր։ Մի քանի անգամ փորձեցինք համոզվելու համար վերջնականապես։ Արագածի լանջերին սա հակառակ ձգողականությամբ միակ ճանապարհը չէ։ Օնիկ Խաչատրյանը կարծում է, որ այստեղ ֆիզիկայի այլ տեսություն է գործում։ Ֆիզիկայի մեջ միշտ տարեստարի ավելի ուղումներ են կատարվում եւ այլ եւ շատ հնարավոր է այստեղ ինչ-որ մի հատ ուղում նորից պետք է կատարել որոշ բանաձևերի մեջ, այսինքն լրացուցիչ կոեֆիցիենտներ ավելացնել։ Ես փաստում որ սա վիզուալ խակոնք չի։ Արագածի ձգողականության գաղտնիքը դեռ բացահայտված չէ։ Բնության անոմալիա, հրաշք թե մեկ այլ ֆիզիկա։ Սակայն մի բան հստակ է. Հայաստանի ամենաբարձր քառագագաթն իր ձգողականությամբ շուրջն է հավաքում հետաքրքրասերների, եւ սա նրա զարմանահրաշ պատմություններից մեկն է միայն։ Լիանա Կարապետյան, Էդգար Դավթյան, Էդմոնդ Հակոբյան, 360 աստիճան։